Նախքան 7-ին անցնելը կխնդրեմ լայքել եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Միջազգային լիցքաթափում չի ստացվում, ինչ կտա սպառազինությունների նոր մրցավազքը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է միջուկային փորձարկումները վերսկսելու մասին Պենտագոնին ԱՄՆ նախագահի օրերս տված հրահանգը։ Միացյալ Նահանգներն ինչ խոսք, ինքնիշխան պետություն է, նա ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունք ունի, բայց ես ուզում եմ հիշեցնել նախագահ Պուտինի հայտարարությունը, որը բազմիցս կրկնվել է. Ռուսաստանն անշուշտ կգործի իրավիճակին համարժեք, եթե որևէ մեկը հեռանա մորատորիումից։ ԱՄՆ նախագահի շրջայցը Մալայզիա, Ճապոնիա եւ Հարավային Կորեա, որտեղ նա հանդիպել է Չինաստանի առաջնորդին Սի Ցզինպինի հետ, վկայում է, որ միջազգային հարաբերություններում լիցքաթափվում չի ակնկալվում, առնվազն առաջիկա մի քանի տարիների կտրվածքով։ Չինաստանի առաջնորդի հետ բանակցությունների մասին Դոնալդ Թրամփը միայն ասել է, որ պայմանավորվել են համատեղ աշխատել ուկրաինական կարգավորման ուղղությամբ, ինչ-որ բան ձեռնարկելու համար։ Սա նշանակում է, որ Պեկինը Վաշինգտոնին աջակցության խոստում չի տվել, իսկ Չինաստանի առաջնորդի նկատմամբ լուրջ ազդեցության գործիքակազմ Թրամփը ուղղակիորեն չունի։ ԱՄՆ նախագահը փաստացի հայտարարել է, որ սպառազինությունների մրցավազքին վերամեկնարկի մասին։ Իրավիճակը հիշեցնում է ԽՍՀՄ-ի հետ Ռեյգանի վարչակազմի դիմակայության փուլը, երբ Վաշինգտոնը հայտարարեց աստեղային պատերազմի նախապատրաստվելու մասին, ինչին ի պատասխան կոմունիստական Մոսկվան ստիպված էր սոցիալ-տնտեսական բոլոր ծրագրերը սահմանափակել եւ ահռելի ռազմական գիտահետազոտական ծախսեր անել։ Բացառված չէ, որ միջուկային փորձարկումները վերսկսելու մասին Թրամփի հայտարարությունը միայն քարոզչական է եւ նպատակ ունի դրդել, որպեսզի Ռուսաստանը մեծացնի ոչ պատերազմական ռազմական ծախսերը։ Պատժամիջոցների եւ արդիական տեխնոլոգիաներից մեկուսացվածության պայմաններում դա Ռուսաստանի տնտեսության համար ահռելի բեռ կլինի։ Ընդունված է ասել, որ ցանկացած համեմատություն կաղում է, բայց աստեղային պատերազմի ամերիկյան ծրագիրը քարոզվել է, երբ ԽՍՀՄ պատերազմ էր մղում Աֆղանստանում, որտեղից հարկադրված եղավ հեռանալ 1989 թվականին, բայց դրա համար հարկ եղավ, որ իշխանությունն անցնի Միխայիլ Գորբաչովին։ Ի տարբերություն Կրեմլի խորհրդային ծերակույտի, Պուտինը կարծես իշխանությունից հրաժարվելու ոչ միայն ցանկություն, տեղ էլ չունի։ Սպառազինությունների մրցավազքը որքան էլ արտառոց չնչի, կարող է հանգեցնել ուժային հավասարակշռության, որից հետո միայն դիվանագիտական նախաձեռնությունները կլինեն համադրելի։